Հասարակությանը ընդհանրապես շատ բարդ համակարգ է սակագնային համակարգը ու այդ համակարգին ծանոթանալը ամիսներ է տևում, բայց կուզեմ պարզացրած ցույց տամ, թե ինչ է կատարվում հեծում եւ ինչ հետևանք է դա ունենում մեր հասարակության եւ լույսի փողի վրա։ Առաջինը բոլոր խնդիրները, որ բարձրացվել են, բոլորը առանց որևէ բացառության իմիշելով բոլորը սեփականատերի, սեփական միջոցների մասին էին։ Կա երկու ուղղություն՝ սեփականատիրոջ սեփական միջոցներ եւ նաեւ մյուս տարանջատումը առաջինը սեփականատիրոջ սեփական միջոցներ, երկրորդը մյուս տարանջատումը ընդհանուր սակագին։ Ընդհանուր սակագնի դեպքում մենք հեծը որևէ ծախս անելուց պետք է ստանա թույլատվություն ՀՑԿ-ի կողմից, որի ղեկավարը նշանակում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թող իրանց աշխատանքը ուրիշի վրա չգցեն, իրանք են հաստատել բոլոր գումարները, գնումները, ինչ ծախսվել է, ում տրվել է վճար, մեծ մասը Սամվել Կարապետյանը իր միջոցներով է տրվել։ Ինք մեր ընկերությունը իր միջոցներից է տվել եւ դա սակագնի վրա որևէ ազդեցություն չունի։ Մի հատ տեղ կա, որտեղ ինքը հիմնավորված ինչ-որ բաներ գցե, որը իմ համար է հետաքրքիր, դա ինչ-որ տարածաշրջանում տեղեր ունեցե հավելագրում, որը հիմնական խնդիրներից մեկն է, յուրաքանչյուր ցանցի։ Մենք էլ ենք պայքարել, մենք 10 անգամ ավել ենք գտել, բայց դրա ուղղությամբ եթե իրանք աշխատանք կատարեն, եւ շատ լավ կլինի, բայց մյուս ուղղություններով ինչ իրենք ներկայացրել, բոլոր տեղերը կա հիմնավորում եւ բոլոր տեղերը շահույթը գնում է Սամվել Կարապետյանի Տաշիր ընկերությունների խմբի գրպանից։ Այնպիսի զարմանալի բաներ են ասում մարդկանց, որ մարդիկ մտածեն իրենց գրպանից է դա վճարվում։ Ինչ որ խնդիր կա այդտեղ, եթե իրենք տեսնում են խնդիր։ Ես այդ ուղղությամբ այդպիսի խնդիրներ չեմ տեսել, ինչ որ ինձ ներկայացրել են։ Ինչ որ խնդիր կա, դա վճարվել է մեր հաշվից։